նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թվանք առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ, հո չի ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Ու ես հիմա հասկանում եմ, այս վերջերս էլ բան է, ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանց մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանց նման ենք։